որ ասեն Քոչարյանն է խոսում, Ջերժն է խոսում, իդրանով եմ ես բողոքում, որ դրանց փողերն ու գումարները չէ, դրանք ունի նստած լինեին առաջի հերթին։ Ես դրանով եմ պրետենզիա անում, քիչի արե։ Հիմի Կարեն Կարապետյանը եկել է Մոսկվայի ագենտ, ուզում է դառնալ վարչապետ, չէ։ Նիկոլը դրա դեմ քիչի առնում։ Պետք է արգելի, որովհետև դրանք ռուսական ագենտուրա ու լիքը լցված։ Հասկացաք։ Ու ընդհանրապես դա պետական բաների իրապահ մարմինների գործն է։ Իրանք հակա բաներ են, չէ, տարածում, հակապետական։ Տեսի մի Թաթոյանը շուխուրակցի ասել է Սյունիքում այսքան քարտեզը, բացված սուտ է, պաշտպանության նախարարությունը բանեց, ասեց քարտեզում այդպես բան չկա։ Այսինքն ալիք խառնել, կաշեր սարքել, ժողովրդի մոտ ստեղծել բան վիճակ։ Բայց հələ որ չի ստացվում, բայց իշխանությունն էլ մի դրա դեմ առնելու բաներ չի անում։ Ես ելնեի դրանց սաղին ես կվերացնեի ընտանիքներով կարտաքսի, Հայաստան չի թողի։ Տաշիր Սամոն ասում է, որ կարող են փրկել Հայաստանը։ Յո, թո ինքը իր փողն է ուզում փրկի միգուցե։ Գիտես խի ատենց ասում, եթե ինքը հիմար վիճակի ես քեզ ասեմ, ես իրան ված չեմ վերաբերում որպես բիզնեսմեն մարդ, բայց ինքը եթե Պուտինի ասածը չանի կընկնի այն Ռուբեն Վարդանյանի բանը, ճիշտ ասեցի, բան Ռուբեն Վարդանի օրը։ Մոսկվան էս կպատժի իրան։ Ինքը մի հատ հիմար վիճակի մեջ են, ինքը չի կարա չանի դա։ Այսինքն Ռուսաստանը այդ փողերը տվել է, որ այսօր դրան հանի կոնկրետ գործունեություն ծավալի։ Ինքը չի կարա, մի հատ չանի։ Կվերացնի իր փողերը կվերցնեն։